Որոնք են այրոցների առաջացման պատճառները։ Այրոցը դա ստամոքսից եւ 12 մատնյա աղուց, աղաթթվի եւ լեղու հետոսքն է դեպի կերակրափողի լորձաթաղանթ, որը կարող է բերել կերակրափողի լորձաթաղանթի ախտահարման, այն կարող է արտահայտվել սկզբնական շրջանում էրոզիաների առաջացմամբ։ Հետագայում, եթե այդ այրոցները շարունակական կրկնվում են, այն կարող է բերել նաև կերակրափողում խոցերի առաջացմամբ, իսկ հետագայում նաև մի շատ կարևոր ֆակտ նշեմ, որ կրկնվող այրոցները, այս ժողովրդի ասած իժոգաները կարող են բերել կերակրափողում նախաուռուցքային վիճակի առաջացմամբ։ Սկզբնական շրջանում այն առաջանում է բարետի կերակրափող, այն համարվում է նախաուռուցք, այնուհետև ադենոկարցինոմա եւ արդեն մենք ունենում ենք նաև կյանքին սպառնացող վտանգների առաջացում։ Շատ հաճախ մարդկանց թվում է, որ թթվու ուտելիքից կարող է առաջանալ նաև այրոց։ Հնարավոր է այսպիսի բան։ Այրոցի պատճառը հանդիսանում է փականի անբավարարությունը։ Կերակրափողի եւ ստամոքսի միջև գոյություն ունի մի փական, որը կոչվում է կարդիալ փական։ Այդ այրոցը առաջանում է այդ փականի թուլացման պատճառով։ Փականը կարող է թուլանալ եւ սպոնտան կերպով, ինքնաբուխ կերպով, երբ բարձրանում է ներվորովայնային ճնշումը, կարող է նորից բերել փականի անբավարարությանը եւ կարող է առաջանալ այդ փականի անբավարարությունը եւ կերակրափողում եւ որովայնում ճնշումները հավասարվում են իրար։ Երեք պատճառով կարող է առաջանալ փականային անբավարարություն։ Բացի այն հատկանիշները, որոնցով այն արտահայտվում է, այսինքն այրոց, տհաճ զգացողություն, ինչ այլ նշաններ կան, որոնք մեզ հուշում են այս խնդրի մասին։ Դրանք ամենատարածված դրանք համարվում են կերակրափողային նշանները, դա այրոցն է, գխտոցն է, դա օդինոֆագիան է, դա ռեգուրգիտացիան է եւ կա արտակերակրափողային նշանները, որոնց ես կուզենայի, որ դուք ուշադիր լինեք, որովհետեւ դրանք այն նշաններն են, որոնք դիտվում են նաեւ այլ հիվանդությունների ժամանակ։ Օրինակ, ձեր այրոցի պատճառով, իժոգայի պատճառով, ժողովրդի նշած, դուք կարող եք ունենալ հաճախակի կրկնվող ֆարինգիտներ, լարինգիտներ։ Մարդիկ ինչ են անում, գնում են բուժում են կոկորդը տարիներով, սակայն իրենց կոկորդի կամ ձայնալարի բորբոքման պատճառը լինում է թթվայնության բարձրացումը։ Շատ հաճախ ձեզ մոտ կարող է դիտվել բրոնխոսպազմ, ասթմատիկ կոմպոնենտ, սրտի ռիթմի խանգարում, կարող է դիտվել խրոնիկ հազ։ Մարդը գիշերը պառկում է քնելու, նրա մոտ առաջանում է հազ։ Հազի պատճառը, եթե դուք բացառել եք մնացած բոլոր խնդիրները, ճիշտ կլինի, որ ստուգեք նաև ձեր ստամոքսը, ստուգեք ձեր կերակրափողը, որտեղ բարձր թթվայնությունը նույնպես կարող է կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը խրոնիկ հազի առաջացման պատճառն է։ Դուք կբուժեք ձեր հիվանդությունը ստամոքսի հետ, կերակրափողի հետ կապված, ձեր հազը կանհետանա։